Բարև ձեզ, Factor TV հյուրը իրավունքի զարգացման եւ պաշտպանության հիմնադրամի իրավական հարցերով փորձագետ Դավիթ Գյուրջյանն է, ողջույն պարոն Գյուրջյան։ Դուք նաեւ ականատես դիտորդական կազմակերպության իրավախորհրդատուն եք, գիտեք, ՍԴ-ում արդեն քննարկվում է 7 քաղաքական ուժերի դիմումները ընտրությունների առնչությամբ տարբեր պահանջներ կան չեղարկել ընտրությունների արդյունքները վերաքվեարկություն, երկրորդ փուլ կան ուժեր, որ հարց են դնում զանգվածային ընտրակաշառքներին տալ գնահատական ԲՀԿ-ի հարցը կա, այսինքն բազմամասշտաբ են, այսպես ասենք, ձեր գնահատմամբ կա արդյոք հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների չեղարկման իրավական բավարար հիմք եւ ձեր գնահատականը process-ի վերաբերյալ։ Շնորհակալություն, ես կարծում եմ բազմակողմանի հարց է, այստեղ միանշանակ պատասխան գոյություն չունի, որովհետև անհրաժեշտ է ի վերջո գնահատել այն հիմնական ընտրախախտումների ազդեցությունը ուրեմն քվեարկության արդյունքների վրա, որոնք ականատես եղել ենք մենք։ Դրանք առաջին հերթին զանգվածային ընտրակաշառքի բաժանման դեպքերն են։ Սա ամենակարևոր եւ ամենահավանական ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն թողած ընտրախախտումն է։ Եվ նաև մնացածը։ Կարծում եմ, որ Սահմանադրական դատարանը նաև պետք է վերջնական պատասխան տա այս արդեն շաբաթներ տևող այս բանավեճին կապված ԲԿ-ի անցողիկ շեմը հաղթահարել չհաղթահարելու հետ, իսկ դրա համար անհրաժեշտ է լինելու իրավական գնահատական տալ ԿՀ-ի կողմից կիրառված այն բանաձևին, որը նաև ընտրական օրենսգրքում ուրեմն արկա միակ բանաձևն է ըստ էության, այդ անճշտության թիվը ուրեմն ընդհանուր քվեարկության մասնակցած անձանց գումարելուն որպես հայտարարի մաս եւ ըստ այդմ յուրաքանչյուր կուսակցության տոկոսը հաշվելու բանաձևն է եւ այս առումով սպասենք տեսնենք ինչ դիրքորոշում կհայտնի Սահմանադրական դատարանը։ Դուք ունեք ձեր հաշվարկները։ Այո, մենք ճիշտ ասած ԲՀԿ-ի մասով կոնկրետ ԲՀԿ-ի մասով մեր թիմում շատ երկար նաև բանավիճել ենք, շատ երկար քննարկել ենք եւ ըստ էության գալիս ենք այն եզրահանգման, որ գործող ընտրական օրենսգիրքը ըստ էության հնարավորություն չի տալիս կիրառելու այլ մեթոդաբանություն, քան կիրառվել է, բայց այստեղ խնդրի հիմքը իրականում կենտրոնական ԿՀ-ի կիրառած մեթոդիկան ըստ որի վերաքվեարկությունը 3 ընտրատեղամասերում չի նշանակվում։ Այո։ Բխում է օրենքից։ Այլ բան չի բխում օրենքից, որովհետև այո, այլ բանաձև միգուցե կարող ենք ասել ցավոք սրտի, օրենսգիրքը չի սահմանում, ավելի արդար բանաձև, հա, ինչ եմ ասում ցավոք սրտի, որովհետև միգուցե որոշ չափով անարդար բանաձև է, այս բանաձևը, ինչ է անում կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Իրական խնդիրը եկել է, եկեք սկզբից ասենք նրանից, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր որոշումը չի պատճառաբանել։ Սա առանցքային խնդիրն է, որ մարդիկ հասարակությունը չի հասկացել, թե ի վերջո ինչ բանաձև է կիրառել կենտրոնական ընտրական հանձնաժողովը գալով այդ եզրահանգման։ Եկ տեղամասում չնշանակելով վերաքվեարկություն։ Այո, երբ որ համարել է, որ ուրեմն այդ տեղամասերում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչել է եւ դրա հիմքում ընկած խախտումները չեն հանգեցրել այնպիսի իրավիճակի, երբ որ ունենք խեղաթյուրված պատկեր, հա։ Նախ պետք է այդ բանաձևը ներկայացվել, մաթեմատիկական հաշվարկը ներկայացվել, որպեսզի բոլորի համար հասկանալի լինի եւ արդեն հետագա բանավեճը ծավալվեր այդ բանաձևի ճիշտ կամ սխալ լինելու շուրջ։ Իրականում ինչ արել։ ՀՀ մասով կներեք ամենամեծ խնդիրը դա է համարում, որ չեն բացատրել, ինչից են բխեցրել, հա։ Մասով այո, ամենամեծ խնդիրը դա է, որովհետեւ այո, արդյունքում բանավեճի առարկա է դա դարձել եւ նաեւ որոշ հիմնավոր եւ անհիմն դատողությունների։ Իսկ հիմա եթե զուտ մասնագիտական դաշտով գնանք, պետք է վերաքվեարկություն նշանակվեր 3 ընտրատեղամասերում, թե ոչ։ Այս օրերին այս հարցի չոր իրավական մեկնաբանությունները շատ քիչ են հանդիպում, հանդիպում են քաղաքական շարժումների, իշխանության կողմից, ընդդիմության կողմից, ԲՀԿ-ի կողմից, նրան աջակցողների կողմից, իշխանության աջակցողների կողմից, բայց թե ինչ է ասում օրենքը ի վերջո ԿՀ նախագահ ես լինեմ, դուք լինեք, չգիտեմ, Գագիկ Ծառուկյանը լինի, թե Նիկոլ Փաշինյանը, պետք է միակերպ, չէ, մեկնաբանել օրենքը։ Այ եթե այդ անաչառ անձը լիներ, որին բոլորը վստահում են, ինչ արդյունք պետք է լիներ կոնկրետ այս մասով։
Եկեք ավելի մանրամասների մեջ մտնենք, որպեսզի հասկանալի լինի, հա, ինչ է ասում գործող օրենքը։ Ասում է, որ եթե խախտումները կարող են հանգեցնել ուրեմն այնպիսի իրավիճակի, երբ որ կփոխվի քվեարկության արդյունքը, հա, եւ ըստ այդմ օրինակ տվյալ դեպքում ուրեմն մի ուժ կանցնի կամ այդ չի անցնի խորհրդարան, ապա պետք է նշանակվի վերաքվեարկություն։ Ոնց որոշենք ազդել է խախտումը, թե ոչ։ Տվյալ դեպքում ընդհանուր առմամբ ինչպիսին է բանաձևը հաշվարկի, հա, օրենսգիրքը ասում է, որ պետք է վերցնենք քվեարկության մասնակցած ընդհանուր ուրեմն թիվը, քվեարկողների թիվը, այսինքն վավեր քվեաթերթիկների, բացառապես վավեր քվեաթերթիկների թիվը, դրան գումարենք անճշտությունների թիվը, հա, եւ յուրաքանչյուր կուսակցությանը կամ դաշինքին կողմ քվեարկած ուրեմն քվեաթերթիկների թիվը բաժանենք այդ թվին, հա։ Հիմա, քանի որ այս խախտումը, հա, այդ տվյալ տեղամասերում, 3 տեղամասերում արձանագրված խախտումները ըստ էության վերածվել են անճշտության թվի, հա, անճշտության թվի, որպեսզի հասկանանք, եթե այդ խախտումը չլիներ, ապա ինչ պատկեր կունենայինք, այս անճշտության թիվը պարզապես բանաձևից դուրս ենք հանում, հա։ ԿԸՀ-ն արել է դա իրականում, բայց չի պարզաբանել, հա։ Իրականում բանաձևից հանել է այդ անճշտությունների թիվը, այդպիսով հայտարարը փոքրացրել է եւ յուրաքանչյուր կուսակցությանը կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվը բաժանել է այդ հայտարարի վրա եւ ստացել է ասենք այն դեպքում x արդյունքն է ստացել, այս դեպքում y արդյունքը եւ երկու արդյունքում էլ ԲՀԿ-ն չէր ստանում 4% ձայն, ստանում էր մի դեպքում 3, ասենք 98%, մյուս դեպքում 3,99%, պայմանական ասած, հա, այնտեղ ավելի ճշգրիտ թիվ չեմ ասում։ Սա է կիրառել կենտրոնական ընտրական հանձնաժողովը, համեմատել է անճշտության թիվը ներառյալ բանաձևի մեջ եւ առանց ներառելու բանաձևի մեջ, հա, որպեսզի հասկանա խախտման արկայության եւ բացակայության պայմաններում ինչպիսի պատկեր կունենայինք։ Սա որոշ չափով անարդար բանաձև է իրականում, մենք էլ ենք այդպես կարծում, որովհետեւ օրինակ 1995 անարդար բանաձև է, բայց օրենքում գրած միակ հաշվարկման բանաձևն է։ Այո, օրենքից այլ բան չի բխում։ Որովհետեւ գիտեք, ասում են, եթե 3 այդ տեղամասում քվեարկություն լիներ եւ ԲՀԿ-ն ստանար ինչ-որ քվեներ, ինչը լստանար անցնելու էր։ Այո, հենց այդ է։ Տեսեք, օրինակ շատ հետաքրքրական է, որ 1995 թվականի ընտրական օրենսգրքով, մասնավորապես ես մոտս առանձնացրել եմ 40-րդ հոդվածում արկա էր դրույթ, ըստ որի նմանատիպ իրավիճակները այլ լուծում էին ստանում, հա, եւ տվյալ պարագայում յուրաքանչյուր ուրեմն կուսակցության ստացած քվեներին այդ բանաձևի մեջ ավելացվում էր նաև այդ անվավեր ճանաչված տեղամասերի ընդհանուր քվեարկողների քանակը, թիվը։ Եվ սա առաջի հայացքից ավելի արդար կարծես թե բանաձև է, բայց այն գործող օրենսգրքում չկա, լավ է, վատ է, այլ հարց է, բայց այդ հաշվարկի հնարավորությունը մենք չունենք գործող օրենսդրությամբ։ Հետևաբար ստացվում է, որ ԿՀ-ի կատարած հաշվարկը, թեև այն արտացոլում չի գտել որոշման մեջ, ինչը շատ խնդրահարույց է, իրականում միակ հաշվարկն էր, որը կարող էր իրականացվել։ Այսինքն ԿՀ-ի հաշվարկը, ըստ որի վերաքվեարկություն չի նշանակվում 3 տեղամասերում, դա արդարացի հաշվարկի հետևանք է։ Կարող ենք այդպիսի պնդում անել ձեր կողմից որպես մասնագետ։ Կարող ենք։ Բայց ԲՀԿ-ին դա պարզը չի բավարարի։ Դե բնական է եւ նորից եմ ասում, միգուցե արդարության տեսանկյունից, հա, տեսականորեն այլ բանաձևը քաղաքական ուժերի համար ավելի արդար պայմաններ կստեղծեր, որովհետեւ ստացվում է, որ այդ 3000, հա, պայմանական ասած, անձի ձայնը ընդհանրապես ոչ մի արտացոլում պատկերի վրա չտվեց, որը խնդրահարույց։ Այսինքն ԲՀԿ-ն 4% չի ստացել այսպես թե այնպես։ Այսպես թե այնպես, այո, ստացվում է, որ չի հավաքել այդ ձայները։ Այստեղ ավելի խնդրահարույց է ԿՀ-ի դիրքորոշման 180 աստիճանով փոփոխությունը հաշված օրերի ընթացքում, որտեղ եթե կհիշեք, առաջին իսկ օրը, երբ որ ԿՀ նախագահային հարց ուղղվեց, թե արդյոք վավեր են, թե անվավեր են տվյալ տեղամասերի քվեարկության արդյունքները, հա, այսինքն խախտում արձանագրում է, թե ոչ, տվյալ ուրեմն պարագայում նշվեց, որ միանշանակ ոչ, այնտեղ խախտում չկա, որովհետև անձինք եկել են տեղամաս 20:00-ից առաջ։
բայց այդտեղ կոնցեպտուալ խնդիրը հենց այն է, որ այո, տեղամասը եւ քվեարկության սենյակը տարբեր բաներ են, այսինքն այն, որ անձինք ներկայացել են շենք կամ շենքին հարակից տարածք, դեռ չի նշանակում, որ իրենք մտել են քվեարկության սենյակ մինչև 20:00 եւ հնարավորություն կա իրենց տալ այդ քվեարկության իրավունքը։ Շատ լավ, ձեր գնահատմամբ հունիսի 7-ի ընտրությունները արդյունքները չեղարկելու հիմքեր կան, թե ոչ։ Այսպես խախտումներ կան եւ իշխանության կողմից կարող է վարչական ռեսուրսի չարաշահման կամ նման դեպքեր բերեն, հա։ Սահմանադրական դատամ լսում ենք հատկապես հավաքներին ինչ-որ մարդկանց տանել, մասնակցելու առնչությամբ, դեռ ես չեմ տեսել ընդդիմությունը մի դեպք բերի, որ ԿՊ-ն կաշառք է բաժանել օրինակ, էլի։ Եթե թոշակների այդ թեման մեջ չբերենք, հա։ Մեկը այդ մասով եւ մյուս մասը դուք նշեցիք զանգվածային ընտրակաշառք բաժանելու դեպքերը, բայց դրանք էլ այդտեղ էլ դատական ակտեր չկան, կան քրեական վարույթներ, բա որ այդ քրեական վարույթները գնան դատարաններ եւ այդ մարդիկ արդարացվեն, կստացվի, որ այսօր մենք պնդում ենք, որ այս ուժերը կաշառք են բաժանել, մինչդեռ դատարանները այլ որոշումներ կայացնեն, հա։ Ինչ կարող եք ասել այս գլոբալ հարցին առնչվող։ Ես կարծում եմ վերջից գանք, հա, ես կարծում եմ, որ կոնցեպտուալ առանցքային խնդիրը այն է, որ բոլորիս մոտ կարծես արմատավորվել է, որ անպայման պետք է լիներ դատական վճիռներ, որպեսզի ընտրակաշառքի արկա փաստերը գնահատման առարկա դառնան, բայց դիմությունն է այդպես ասում, երբ որ նրանց ասում են, գիտեք, դուք ոնց որ թե կաշառք եք բաժանել ձեր ուժերին առնչվող հարյուրավոր գործեր կան, ասում են կա դատական ակտ։ Ես ասեմ, կապ չունի դատական ակտի առկայությունը, որովհետև դատական ակտը կայացում է անձի մեղավորության վերաբերյալ։ Այստեղ Սահմանադրական դատարանը կամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի քննարկում անձի մեղավորության կամ անմեղության հարցը, որպեսզի դա էական նշանակություն ունենա իր համար, հա։ Եթե այդպես այդ տրամաբանությամբ շարժվենք, օրինակ մենք ունենանք արձանագրված, չգիտեմ, 100 լցոնման դեպք, տեսախցիկներով արձանագրված եւ տանենք սա ՀՀ կամ Սահմանադրական դատարան, այս փաստերը գնահատման առարկա դարձնելու համար, Սահմանադրական դատարան կարող ասի, գիտեք ինչ, հա ճիշտ է, տեսախցիկների բան կա։ Երևում է ոնց են երևում է, որ լցվում, բայց քանի դեռ դատավճիռ չկա, ոչինչ անել չենք։ Դա տրամաբանական փաստարկ չէ կարծում եմ։ Սահմանադրական դատարանը կամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գնահատում է ընդհանուր առմամբ այդ փաստերի արձանագրված փաստերի ուրեմն ազդեցությունը, հա, տվյալ խախտումների ազդեցությունը քվեարկության արդյունքների վրա։ Այլ բան է, որ չկա ցավոք սրտի մեթոդաբանություն, թե ոնց պետք է այդ մարմինները գնահատման առարկա դարձնեն տվյալ խախտումները, եւ ես էլ կդժվարանամ ասել, թե արդյոք օրինակ նույն իմ կողմից նշած ընտրակաշառքի դեպքերը, հա, որոնք համատարած բնույթ են կրել, համակարգային բնույթ են կրել եւ բավարար չափով հիմնավորված է կարծում եմ առնվազն այդ փաստը, որ որոշ ուժերի օգտին բաժանվել է ընտրակաշառք, որոշ ուժերի օգտին է բաժանվել, այլ հարց է նույնիսկ թե արդյոք կկարողանա օրինակ կկարողանան պատկան մարմինները հիմնավորել կապը կենտրոնական իշխանության, կուսակցության, հա, եւ պատվիրվել է կուսակցության կոնկրետ կողմից կամ դաշինքի կողմից թե ոչ, բայց այն որ ունենք փաստեր, որ իրենց օգտին է բաժանվել ընտրակաշառքը, արդեն բավարար է գնահատելու համար արդյոք ազդել է դա քվեարկության արդյունքի վրա, թե ոչ։ Նորից եմ ասում, այլ հարցը թե ինչպես պետք է դա գնահատվի եւ միանշանակ դրան պատասխանը չկա։ Դա պետք է գնահատի։ Բայց այն որ պետք է գնահատի, դա միանշանակ է։ Սահմանադրական դատարանը չի կարող վկայակոչել այսպիսի փաստարկ եւ նշել, որ չկան դատավճիռներ անձանց վերաբերյալ, հետեւաբար գնահատման առարկա չի ընդհանրապես։ Պետք է գնահատվի, ամեն դեպքում պետք է գնահատվի։ Ինչ վերաբերում է վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերին, սրան էլ անդրադառնանք։ Եվ իշխանության կողմից ինչ խախտումներ են եղել ընտրությունների ոչ միայն օրը, այլև դրանից առաջ, այսինքն մենք տարիներ շարունակ տեսել ենք ժամանակի իշխանությունները, ինչպես են կաշառք բաժանել վարչական ռեսուրս ուղղորդում եւ այդ ամեն ինչը ակնհայտ է, հա, փաստագրված է մարդկանց աչքերի տեսագրմամբ։ Այս իշխանությունը ինչ է արել այդ առումով։ Մենք օրինակ արձանագրել ենք բազմաթիվ դեպքեր, երբ որ վարչական ռեսուրս է չարաշահվել հավաքներին եւ քարոզչությանը մարդկանց ներգրավելու առումով, դրա այդ փաստերը ունենք, բայց օրինակ չունենք փաստեր, որ վարչական ռեսուրսը օգտագործել է մարդկանց հարկադրելու համար կոնկրետ ձև քվեարկել, կոնկրետ ուժի քվեարկելու առումով։ Եթե չեմ սխալվում,
միասնության թևերը տենց հայտարարություն արեցին, որ ունեն նման ձայնագրություն, բայց կարծես թե այդպես էլ չհրապարակվեց։ Կային ձայնագրություններ հրապարակված հավաքներին մասնակցելու հարկադրանքի ենթադրյալ դեպքերի մասով, բայց չկային կարծես քվեարկությանը հարկադրանքի մասով, հա։ Այսինքն կնեք դուք ունեք փաստեր, որ ՔՊ-ն ՔՊ-ի համար օգտին, այսպես ասենք, հա, վարչական ռեսուրս է կիրառվել, բայց չունեք փաստեր, որ հարկադրել են քվեարկել իրենց օգտին։ Այո, եւ մենք նույնիսկ 4 հատ հայցադիում ունենք ներկայացրած դատարան այդ փաստերի առումով, այսինքն քարոզչությանը մարդկանց ներգրավելու, մասնավորապես ուսումնական հաստատությունների մասով, հա, դրանց աշխատակիցների, այդ թվում, որը ամենավատ երևույթներից է երեխաների ներգրավմամբ այդ process-ին նման փաստեր ունենք, բայց քվեարկության հարկադրանքի մասով չունենք փաստեր, հետեւաբար այդ մասով հասկանալի է հիմնավոր չէ։ Բայց իմ հարցը ես չմոռացա, արդյունքների չեղարկման հիմքեր։ Անձամբ ես կարծում եմ, որ ընդհանուր առմամբ Սա պետք է այդպիսի որոշում կայացնի, թե ոչ։ Ես կարծում եմ, որ իդեալական համատեքստում եթե նայենք, այո, պետք է, որովհետև Հայաստան պետք է վերաքվեարկություն իրականացվի ձեր Այո, հաշվի առնելով, որ բազմաթիվ քվեներ ըստ էության ստացվել են ընտրակաշարքի միջոցով։ Ակնհայտ է, որ այդ ընտրակաշարքի վերաբերյալ բազմաթիվ, այսինքն այստեղ համարյա 200 քրեական գործ կա հարուցված, եթե չեմ սխալվում, ես վերջի տվյալներով, 300 եւ ավելի անձանց վերաբերյալ բոլոր մարզերում եւ Երևան քաղաքում բաժանված ուրեմն ընտրակաշարքի կամ բարեգործության արգելքի հետ կապված եւ նման բնույթի նման ուրեմն տարածվածության խախտումը չէր կարող պարզապես չունենալ իր ազդեցությունը, էական ազդեցությունը ընտրության արդյունքի վրա։ Նորից եմ ասում, այլ հարց է, ինչպես դա գնահատել, ցավոք սրտի, սա մեծ խնդիր է լինելու այդ թվում սահմանադրական դատարանի համար, բայց այսպես ողջամտորեն կարող ենք արձանագրել, որ դա մեծածավալ ազդեցություն է գործել, դա իրական ազդեցություն է գործել քվեարկության արդյունքի վրա։ Բայց մի քիչ աբսուրդային բան կա, որ Հայաստանի վարչապետը ասում է ընդդիմություն 70% իր քվեների կաշառքով է ստացել, բայց իրենք ՍԴ հայց չեն ներկայացրել գոնե օրինակ ընդդիմությանը ստացած քվեների օրինականությունը պարզելու առումով։ Միգուցե անհեռանկար են համարել կամ քաղաքական նպատակարարությունը թելադրում է, որ այս իրավիճակը բավարարում է միգուցե իրենց, չեմ կարող ասել։ Երևի ձեռնտու է, չեմ կարող ասել, կամ էլ միգուցե անհեռանկար են համարում, որ սահմանադրական դատարանը կկարողանա եւ կցանկանա գնահատման առարկա դարձնել սա այսիմ ասած նկատառումներից ելնելով, հա, որտեղ մեթոդաբանություն որպես այդպեսին օրենքը չի առաջարկում, ոնց պետք է գնահատվի, սա բարդ շատ խնդիր է։ Իսկ 70%-ի մասով անկեղծ ասած, կարծում եմ դա էլ անհիմն պնդում է, որովհետեւ այսինքն չկա նման ոչ սոցիոլոգիական, ոչ որևէ այլ հետազոտություն, որ կարողանանք պնդել կոնկրետ տոկոսային առումով, հա։ Քաղաքական մեղադրանք է, ոնց հասկանալ։ Քաղաքական ապացուցման ոչ ենթակա, ոչ հաշվարկման ենթակա, հա։ Այո, կարծում եմ, այո։ Այն մարդիկ, ովքեր Հայաստանում չեն բնակվի վերջին 2 տարուց 1 տարին, կառավարությունը առաջարկում է նրանց հնարավորություն չտալ քվեարկելու, իսկ ԱԺ ներկայացված նախագիծը 365 օրվա ընթացքում փաստացի 183 օր եւ ավել պետք է Հայաստանում գտնվի, սա մեկը ԱԺ-ի առաջարկն է, մեկն է կառավարության հակաառաջարկը, այսպես ասենք, ինչ խնդիր կլուծի այս օրենքը, եթե այն ընդունվի։ Ճիշտն ասած կառավարության հակաառաջարկի մասին ձեզնից լսեցի, բայց լավ է, որովհետեւ ԱԺ-ի առաջ քաշած նախագիծը մենք քննադատել ենք նաեւ, որովհետեւ չափազանց կարճ ժամանակահատված է 1 տարին, բայց այն որ ցենս պետք է լինի, դա միանշանակ եւ նաեւ ականատես դիտորդական առաքելությունն էլ այդ թվում այս ընտրության արդյունքներով իր առաջարկությունները մշակելիս նման առաջարկ արել է այդ որևէ ողջամիտ ժամկետ, այդ թվում կարա դա 2 տարուց 1 տարին լինի բնակության ցենզի առումով, որովհետեւ մենք բոլորս ականատես եղանք այն իրավիճակին, որը ստեղծվել էր արտերկրից եկած քաղաքացիները, որոնք փաստացի կայուն կապ չունեն Հայաստանի Հանրապետության հետ դե ֆակտո, ունեն
ակտիվ այս մասնակցության հնարավորությունը եւ երկրի ապագան 5 տարվա առնվազն կտրվածքով որոշելու հնարավորությունը, այնինչ որևէ փաստացի կայուն կապ չունեն երկրի հետ, կարծում եմ դա ողջամիտ լուծում կլինի, պարզապես այստեղ քննարկման առարկա պետք է դառնա ուրեմն ժամկետի հարցը, որքանով է ողջամիտ 1 կամ 2 տարին, միգուցե ավել պետք է սահմանել, բայց առնվազն 2 տարվա մեջ 1 տարվա բնակության ցենզը կարծես թե ողջամիտ է։ Իսկ հակասահմանադրական չի, ինչ հիմքով են մարդկանց զրկում քվեարկության իրավունքից, որովհետև այն մարդիկ, ովքեր ասում են, որ պրոբլեմատիկ է, ասում են, որ մարդուն սահմանադրությունն է տալիս ընտրության իրավունք եւ չեղարկման հնարավորություն ցենզով այդպիսի բան նախատեսված չէ։ Շատ լավ հարց բարձրացրեցիք, մենք էլ ենք արձանագրել այդ խնդիրը իրականում, ընդհանուր առմամբ կոնցեպտուալ ինքը նորմալ երևույթ է, բայց այլ հարց, որ գործող սահմանադրությամբ մենք կարծում ենք, որ դա անհնար է պարզապես օրենսդրական փոփոխության առումով այս հարցը լուծել, որովհետև սահմանադրությունը այս պահին գործող դրույթը սահմանադրական թույլ չի տալիս այդ տարանջատումը դնել եւ ցենզ սահմանել, ինքը ընտրելու իրավունք տալիս է բոլոր քաղաքացիներին, անխտիր, հետեւապես այսինքն նախապայմանը նշված է սահմանադրության մեջ, որ քաղաքացիները 18 տարին լրացած իրեն, բայց նման ուրեմն տարանջատում դնելու հնարավորություն սահմանադրությունը չի տալիս, բայց եթե սահմանադրական փոփոխությունների համատեքստում նայենք, կարծում եմ, որ անհրաժեշտ փոփոխություն կլինի դա։ Առիթ օգտագործենք ձեր իրավաբանը այստեղ լինելու եւ մի հարց էլ Հայաստանում կարող է գործարկվել, գիտեք, բջջային հեռախոսների email այդ կոդային միասնական շտեմանը կառավարությունն ասում է մաքսանենգությունն ենք կանխում, փորձագետների մի մաս էլ ասում է, որ այդ կոդերի եւ անձնագրային տվյալների փոխկապակցումը կարող է բերել պետության կողմից հեռախոսային անձնական տվյալների տոտալ վերահսկողության, ինչպես է դուք գնահատում ես փոփոխություն անձնական տվյալների հարցի ամեն դեպքում։ Միանշանակ խիստ խնդրահարույց կարծում եմ, որ այստեղ գործ կունենանք ունքը հանելու փոխարեն աչքը հանելու այս պատմության հետ, որովհետև խիստ սահմանափակվելու է դրանով մարդու մասնավոր կյանքի իրավունքը, միգուցե ես չգիտեմ կա հաշվարկ, թե չէ ինչքանով կարող է իրականում նպաստել հանցավորության բացահայտմանը կամ այդ, չգիտեմ, պատճառաբանությունը, որ ներբերում որ հեռախոսների ապօրինի մաքսանենգության կանխումը եւ այլն, միգուցե կօգնի կնպաստի, բայց մյուս կողմից մենք անհամաչափորեն կսահմանափակենք ընդհանրապես ոչ միայն քաղաքացիների, մարդկանց անձնական կյանքի, մասնավոր կյանքի իրավունքը եւ այո, ճիշտ եք ասում, դա լրացուցիչ գործիք կծառայի պետության ձեռքում ավելի համակարգված, այսպես ասած, վերահսկողության հնարավորություն ունենալ մարդկանց անձնական կյանքի նկատմամբ, որը խնդրահարույց է, միանշանակ խնդրահարույց է։ Հուսանք կառավարությունը կլսի մասնագետների մտահոգությունները։ Միանշանակ պետք է փոխվի այս նախագիծը այս տեսքով չպետք է կիրառություն ունենա։ Պարոն Գյուրջյան, շնորհակալ եմ, որ եկաք Factor TV։ Շնորհակալ։ Հյուրընկալել ենք Դավիթ Գյուրջյանին։